Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Հուսով եմ, որ լավ եք ու իհարկե ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք։ Դե ինչ այսօր վերջապես այս աղջիկը տանն ասելով աշխատանքից տուն է վերադարձել, ոչ թե աշխատանքից հելելա եւ մեկ ուրիշ տեղ է գնացել։ Այդպես ասենք, թե չնես չի էլի, որ տունն եմ մնացել, հանգստացել եմ։ Դրա համար որոշեցի մի փոքրիկ տաքուկ տան վլոգ նկարել։ Ինձ թվում է, որ մի քանի օր ես ձեզ տանում եմ խանութներով եւ դուք ինչ որ չափ երևի թե արդեն հոգնել եք այդ առևտրից, ինչպես որ ես ընդհանրապես այս վերջերս շատ դժվարությամբ եմ գնում առևտուր անելու, քանի որ երբ ամբողջ օրս, կես օրս, լավ, ամբողջ օրս չէ, անցկացնում եմ խանութում, դրանից հետո գալ եւ նորից գնալ խանութ, ոնց որ ինձ համար դառնում է նորից ինչ որ չափով աշխատանքի գնալ, չնայած իհարկե աշխատանք չի ուրիշ տեղ առևտուր անելը, եւ դրա համար ասացի սպասեք, այսօր մի փոքրիկ տաքուկ տնային վլոգ նկարեմ, ինձ թվում է, որ դուք էլ կարոտած կլինեք, միասին կպատրաստենք սիրելիներս լազանյան, իհարկե, վերջապես, Լունա դուրս ես ուզում։ Աչքից դուրս է ուզում։ Հա, լազանյան վերջապես միասին կպատրաստենք, մի փոքրիկ կզրուցենք։ Գնա, եթե գնում ես ցուրտ է, ես չեմ պատրաստում դուրը բաց թողնեմ քո համար։ Ասում է խելոք ես բաց կթողես, բայց պիտի անես, հո կեսս չես թողելու դուրսը, կեսս ներսը։ Հա, ինչ էի ուզում ասել, մի փոքրիկ կզրուցենք, մի քանի հարց ու պատասխան երևի թե միասին կքննարկենք եւ ցույց կտամ իմ պատրաստման եղանակը լազանյայի մտքից տելը կտրվեց եւ միգուցե եթե ժամանակս հերիքեց եւ հավեսս տվեց միասին մերենգայի ռուլետ կպատրաստենք, այսինքն բեզեյով ռուլետ, շատ համով է ստացվում, շատ արագ է իրականում, շատ հեշտ է իրականում, ինչ ուզում ասեի եւ իհարկե ես կօգտվեմ, այսինքն Արմենը կօգտվի, ես էլ ձեր համար կպատրաստեմ, որ դուք էլ եթե հանգած մարդ ես չեք պատրաստել, իմանաք որ շատ հեշտ է պատրաստելը, այստեղ իրականում վլոգը նոր է դուրս եկել Մելինեի հավաքույթի, ես էլ դրեցի, մեծ հաճույքով նայեցի, քանի որ երբ որ ես մոնտաժ եմ անում վլոգը, ես չեմ նայում ինչպես որ վլոգ, հա, ես ուղղակի պրոֆեսիոնալ աչքով հանում, կտրում, ավելացնում, պակասացնում եմ այն մասերը, որոնք որ պետք է, բայց վերջնական արդյունքը միացնում եմ տելևիզորով եմ դիտում, որ ճիշտն ասեմ, եւ շատ վաղ ասում եմ այս մասը պետք է սենց, այն մասը պետք է նես, բայց արդեն ուշ է լինում, հա։ Շատ ուրախ եմ, որ ձեզ վլոգը դուր է եկել, շատ ուրախ եմ, որ դուք հիացած եք մեր Լիոնի հայկական այդ հավասնական լինելով, իհարկե դա կարելի ասել մեծ մասամբ գալիս է այն մարդկանցից, ովքեր որ կազմակերպում են այդ ամեն ինչը, այս պարագայում Մելինեի շնորհքն է, իրոք Մելինեի շնորհքն է, չլինեն Մելինեի նման մարդիկ, չեն լինի այդպիսի գեղեցիկ հավաքույթներ, եւս մեկ անգամ ուզում եմ Մելինեին ասել շատ շնորհակալություն Մելինե ջան, որ կազմակերպեցիր, հրավիրեցիր, եկանք, վայելեցինք, հանգստացանք, առօրյայից կտրվեցինք եւ ինչու ոչ ծանոթացանք մեկս մյուսիս հետ։ Շատ շնորհակալ եմ նորից Մելինե ջան։ Դե ինչ, մի քանի ուրեմն կոմենտարիա կա, ուզում եմ սենց արագի մեջ պատասխանեմ, ինձ թվում է, որ չարժի ինչ որ հատուկ հարց պատասխան նկարեմ, որովհետև այդքան շատ հարց ու պատասխան չկա։ Իդեպ գրել էիք, որ փիսիկները սեղանին իրականում այս աղջիկը, ես դες անկեղծ եմ հիմա ասում, այս աղջիկը սեղանին չի բարձրանում, բայց երբ որ մեր տունը հյուր է գալիս, կամ ես նկարը անում եմ, չգիտեմ ինչ որ մի հրաշք կերպով ինքը գալիս է ու թառում է սեղանին, թե չէ իրականում ինքը կամ բազմոցին է պարկած այստեղ, կամ չգիտեմ, այս կողմ այն կողմ, բայց սեղանին չի բարձրանում, բայց այն մեծ չաղ, թմբլիկ, գմբլիկ փիսիկը մեծ հաճույքով սիրում է սեղանին բարձրանալ, հիմա այս վերջերս էլ չի կարում, որտեղ շատ է չաղած է, սիրելիներս սեղանի վրա ինչպես տեսնում եք սպրոց հիմնականում չեմ գցում, սպրոցը գցում եմ այն ժամանակ, երբ որ հյուրեր եմ ունենում եւ իհարկե սեղանը սրբում եմ, մինչեւ որ ես իհարկե հյուրասիրությունը դնում եմ սեղանին, հարցնում էիք Ալյոնա Նովա, շատ հաճախ լսում ենք Ալյոնա, բայց չգիտենք Ալյոնա Նովա, Ալյոնան մեր փոքրիկ աղջիկն է, որ իրականում չի սիրում նկարահանվել, դրա իսկ պատճառով չի լինում կադրում, այդ բնավորությունն ունի, ոչինչ չեն կարող անել, ինքը շատ փակ է, շատ իր
ընկերներով, աշխարհով, դրա համար մարդիկ կան չեն սիրում նկարահանվել, մենք էլ չենք պատրաստում մեր երեխաներին ստիպել անել ինչ-որ մի բան, երբ իրանց դա հաճելի չի։ Ալյոնան իրականում շատ սենց ես նույնիսկ գիտեք ինչ ձև կբնութագրեի Ալյոնային, ինչպես որ ոնց են ասում, արվեստի մարդիկ ոնց են իրանք ինքնափոփ, իրանց մեջ, շատ վաղ մի քիչ քաշվող, կաշկանդվող, ինչ եմ դա ասում, որովհետև ինքը շատ գեղեցիկ բաներ է պատրաստում իր ձեռքի շնորհքով, հա, իհարկե բացի դա արդեն իր գլխի մտքի մեջ ոստիկան դառնալն է, այս ցույց տա մի գեղեցիկ բուկետ այն կպատրաստել իր իսկ ձեռքերով, մեկ վայրկյան բերեմ։ Եկեք այսպես ցույց տամ, ճիշտ է, ինքը բուկետի թղթի մեջ է հավաքել, այդքան էլ գեղեցկությունը իրար լիարժեք չի երևում, բայց ուզում եմ ձեզ ցույց տամ, սրանք ծաղիկներ են, որոնք ինքն է հավաքել, նայեք ստեղ սիրուն քարիկներով, գույնը տարբեր գույների, այսպեսի սենց ծաղիկ է հավաքել, ինքը սենց վիլյուրի կտորից, ամբողջը իր ձեռքի աշխատանքն է, պատրաստում է ինքը այսպես թելիկներով, խնդրեց ասեց մամա ինձ համար կառնեք, որ զբաղվեմ եւ գնեցինք այսպիսի թելիկներով, իրականում ինքը նույնը անում է շոկի դիսմաներով, մեկ վայրկյան, շոկից դիսմաներով եւ շատ գեղեցիկ վարդեր էր պատրաստել, բուկետ, խնդրեմ Էլենին նկարը կանիկ ուղարկի, որովհետեւ Էլեն չոյին է տվել, կտեղադրեմ այստեղ, որպեսի տեսնեք, թե ինչ գեղեցիկ աշխատանքներ անում մեր աղջիկը փոքրիկ, իհարկե նկարահանվել չի սիրում, ներող եղեք։ Նույնն էլ մեր մեծ աղջիկը Նանիկը, նա սովորում է ինստիտուտում, նախավերջի տարին է, հայերեն չեմ իմանում ոնց են ասում, բայց մաստերի առաջի տարին է ավարտում, մնացել է տարի կես, կարելի այդպես ասել, եւ նա կստանա հոգեբանի դիպլոմ, դա ուղղակի ինչ-որ մի քանի ամիսների դասընթաց չի, դա ինստիտուտ է, արդեն 3-րդ տարին է անցել, 4-րդ տարվա մեջ է մտել, մի խոսքով ինչ եմ ուզում ասեմ, որ աղջիկը սովորում է իր էլի առօրյայով, բայց չի սիրում նկարահանվել, մենք էլ չենք ստիպելու, որ նա գա ու մեզ հետ նկարահանվի, նույնիսկ ասեմ ձեզ ավելին, բավականին վերջերս է թույլ տվել, որ ես Facebook-յան իմ էջում տեղադրեմ իր նկարը, երբ մենք նկարվում ենք, նույնիսկ ինքը Facebook-ում դեմ էր, որ ես իր նկարը տեղադրեմ, թե մեկը, թե մյուսը։ Դրա համար, դրա իսկ պատճառով իմ աղջիկները չեն երևում կադրում, երևում է Արմենը, ամուսինս, Սամվելիկը տղաս եւ իհարկե ապագա մեր հարսիկը Էլենչոն, ով որ համաձայն է նկարահանվելու։ Սիրելիներս, վերաբերյալ կոմենտարիաների երեք ինձ շատ վատ է զգում, անկեղծ ասեմ, երկու կոմենտարիա կար, որ ես առաջինը գրել էին, որ ես նոր եմ բաժանորդագրվել եւ ձեզ գրել եմ, դուք չեք պատասխանել, դա արդար չէ, իրականում անկեղծ եմ ասում, որ ես բոլորի կոմենտարիաները կարդում եմ, ուղղակի ժամանակի պահով բոլորին չեմ հասցնում միաժամանակ պատասխանել, կարող է վիդեոյի տակ եկած կոմենտարիաների մի 5 հատին արագ պատասխանեմ, հետո անցնի մեկ շաբաթ մնացածին պատասխանեմ, որովհետև իրոք ֆիզիկապես չեմ հասցնում համ աշխատել, համ տանգործերն անել, համ ձեզ համար վլոգ նկարել, հատկապես այս վերջի շաբաթը ինձ համար ահավոր համ լավ շաբաթ էր, ամեն նորություններով լի, հաճելի շաբաթ էր, համ էլ բավականին հոգնածուցիչ շաբաթ էր, հավատացեք, դրա համար ես չեմ հասցրել ոչ մի բան, անկեղծ եմ ասում, նույնիսկ տանգործերը կարելի ասել անցել էր ետին պլան, այնպես որ ներող եղեք, նաև կար կոմենտարիա իմ շատ վաղուցվա բաժանորդուհին, որը որ միշտ հաճելի կոմենտարիաներ է գրում եւ ես միշտ մեծ հաճույքով պատասխանել եմ, արձագանքել եմ, պարզապես աչքիցս վրիպել է իր կոմենտարիան, այնպես է ստացվել իրեն ասելով, որ բոլորին պատասխանել եմ այդ հոլովակի տակ, բացի իր կոմենտարիայից, սիրելիս ներող եղի, իրոք անկեղծ եմ ասում, որ չգիտեմ ոնց աչքիցս վրիպել ու 1000 անգամ ներողություն եմ խնդրում, պարզապես մի քիչ համբերատար եղեք, բոլոր կոմենտարիաներին էլ մեծ սիրով պատասխանում եմ, եթե դուք նկատել եք, հիմնականում երբ որ դուք գրում եք, ես ձեզ գրելով եմ պատասխանում, ուղղակի փոքրիկ սրտիկ չեմ դնում ու չեմ անցնում։
Ուղղակի սրտիկ դնելով շատ ավելի արագ կլինի, հա, ձեզ ցույց կտամ, որ ես տեսել եմ ձեր կոմենտարյան եւ ձեզ սրտիկ կուղարկեմ։ Այս պահին հələ քանի կարողանում եմ ինչ որ չափով գրել պատասխանել, ես գերադասում եմ գրելով ձեզ պատասխանել, դրա իսկ պատճառով մի քիչ ուշ եմ պատասխանում։ Բայց եթե դուք ուզում եք, որ արագ արձագանքեմ ու ուղղակի սրտիկ դնեմ, ապա գրեք իմանամ։ Դրա համար ուզում եմ ասեմ, որ ներող եղեք սիրելիներս։ Դա այդպես։ Հա, մեկ հոգի գրել էր, որ Սամվելը 20 տարեկան է, ինչ եք ասում մամայի տղա, ինքը արդեն փոքր չի, ժողովուրդ ինքը ուզում է դառնա 50 տարեկան, ինքը մամայի տղան է մնալու, ոնց որ Նանիկն ու Ալոնան էլ մամայի աղջիկներն են։ Այնպես որ մամայի տղա ասելով դա չի նշանակում, որ ես իրան փոքրեցնում եմ, ուղղակի դա ուղղակի ինչ որ մի դիմելու ձև է, սամո, մամո, շատ վաղ մամո եմ ասում, մամայի տղա, մամայի գանձուկ, այնպես որ եկեք ամեն մեկս մեր երեխաներին կոչենք այնպես, ինչպես որ մենք ցանկանում ենք կոչել ու չի ստիպել մեկ ուրիշին փոխել կոչման ձևը իր իսկ երեխայի հանդեպ, հա, հարցնում եք մեքենայի պահով, ստացվեց հարց պատասխան, զգում եք, հարցնում եք մեքենայի պահով, սիրելիներս, մեքենան կարծեմ գրողը Ամերիկայից էր գրում, որ տարբեր ձևի մոտեցում կա մեքենան վերցնելու, մեկ րոպե, այնտեղ մեծ փիսիկը մեր սենյակում էր, երևի ուզում է դուրս գա, հեսա մի հատ բացեմ։ Մենք չես ճվում։ Չի ուզում դուրս գա։ Հա, ինչ է ուզում ասել, մեքենան կա, այո, այստեղ էլ գոյություն ունի, մեքենան վարձակալեք 5 տարով կարծեմ, 5 տարի վարձակալում եք, ամսական վճարում եք, հետո երբ որ 5 տարին լրանում է, կամ մնացորդը այդ գումարի վճարում եք եւ մեքենան սարքում եք ձերը, այսինքն օրինական դառնում է ձեր անունով այդ մեքենան, կամ ետ եք վերադարձնում, լիզինգ, այստեղ կոչվում է, ոնց էր կոչվում, տեսեք մոռացել եմ, Արմենը միշտ ասում էր, վերջն եմ հիշում, avec option d'achat, այսինքն հնարավորություն ունի, որ վերջում գնեք այդ մեքենան, հա, avec option d'achat, այդ ձև, սկզբից որ անկեղծ ասեմ, Արմենը ուզում էր հենց այդպեսով վերցներ մեքենան, ու ոնց որ անկեղծ լինեի, ես դեմ էի, որովհետև ինքը ուզում էր վերցնել այդ ձևով մեքենան եւ վերջում ետ վերադարձնել, իմ կարծիքով դա գումարի կորուստ է ու սխալ է դա անելը, որովհետև ճիշտ չի, իմ կարծիքով որ ճիշտ չի ու ես շատ դեմ էի, ասեցի ոչ, եթե ուզում ես լավ թանկանոց մեքենա, նոր մեքենա հնարավորինս, ուրեմն պետքա այնպիսի մի լուծում գտնենք, որ այդ մեքենան մենք գնենք, ոչ թե վարձակալենք, հա? Եվ դրա իսկ պատճառով շատ երևի թե մի քանի ամիս ձգձգվեց այդ ամեն ինչը, որովհետև ամեն դեպքում գումարի հետ կապ ունի ու նույնիսկ երբ որ դուք վերցնում եք կրեդիտով մեքենա, նախնական գումար են ուզում, եւ ըստ մեքենայի գնի նախնական գումարն էլ պետքա իրան համապատասխան լինի, ապա եկավ այն պահը, որ ստացվեց եւ մենք մեքենան նախնական կանխավճար ենք տվել եւ 5 տարվա ընթացքում պետքա գումարը մարենք, իրավունք ունենք իր նշված գումարից էլ ավել վճարենք, որպեսզի ոնց որ ավելի արագ վերջացնենք մեր կրեդիտը, դրա հնարավորությունը կա եւ այո, այդքան մեծ գումար միաժամանակ դուրս չես կարող տալ եւ անհնար է, երբ որ դու սովորական աշխատող ես, սովորական ամսվա աշխատավարձում ունես, միանգամից գնալ եւ սալոնից մեքենա գնել, բանկ չենք թալանել, այնպես որ այո, կանխավճարը տվել ենք, նախնական ոնց որ մի գումար եւ արդեն ամսական փակելու ենք մեր մեքենայի գումարը։ Շատ ուրախ եմ իրականում, որ Արմենը իր ուզածին հասավ, ինքը արժանի է ունենալ լավ մեքենա, քանի որ ինքը շատ լավն է։ Հա, այդպես, տան համար եք շատ հաճախ հարցնում, տունը մերն է թե վարձակալել ենք, ժողովուրդ, այստեղ Ֆրանսիայում մի քիչ այլ կերպ է ամեն ինչ, կարելի ասել 80
լավ, օքեյ, ասեմ 60% Ֆրանսիայի ժողովուրդը, ովքեր ապրում են այստեղ, լինեն ֆրանսիացի, թե դրսից եկած այլ ազգեր, հիմնականում ապրում են այսպիսի բնակարաններում, որոնք կոչվում են պետական, հա, սոցիալական չի ասի, որովհետև սա ոնց որ այս տիպի բնակարաններ կարող եք վարձակալել պետությունից միայն այն դեպքում, երբ որ ունեք դուք օրինական թուղթ աշխատելու եւ ապրելու եւ իհարկե ունենում եք աշխատանքի կոնտրակտ եւ աշխատավարձի գումար, որը որ կբավականացնի, որպեսզի ձեզ տրամադրեն բնակարան, այսպես ասեմ։ Այս բնակարաններում դուք կարող եք ապրել մինչև ձեր խորձերություն, մինչև գնաք կոպիտ ասած այն աշխարհ, եթե դուք չեք ուզում հանձնել այս բնակարանը պետությանը, այսինքն սա այն բնակարանը չի, որը ունի տեր, որը գալիս է դուռը թակում, ասում է մի հատ տեսնեմ իմ բնակարանում ինչ եք արել, ինչ եք թողել, այսինքն քանի դուք վճարում եք այդ բնակարանի վարձը, այդ բնակարանը կարելի ասել ձերն է, ճիշտ է, ափսոսա գումարը կորում է, բավականին մեծ գումար է, բայց անկեղծ կլինեմ ձեզ հետ, շատ հաճախ ենք մտածում տուն գնելու մասին, շատ հաճախ նստում ենք, սկսում ենք տներ նայել, լուրջ եմ ասում, անկեղծ եմ ասում, տրամադրվում ենք, ոգևորվում ենք, ուզում ենք, բայց հետո մի մոմենտ հետ ենք կանգնում, որովհետև այստեղ կա մի փոքրիկ բայցեր Ֆրանսիայում շատ մի անիմաստ օրենք գոյություն ունի, որ երբ որ դուք օրինակի համար հանգարց գնաք արձակուրդ ամբողջ ընտանիքով եւ չլինեք տանը եւ հանգարց ինչ որ մեկ օտար ջարդի ձեր կողպեկը եւ մտնի ներս եւ սկսի ապրել այդ բնակարանում, դա անհետեթություն է թվում իմ ասածը երևի թե հիմա, բայց իրականում դուք նույնիսկ իրավունք չունեք այդ մարդուն ձեր բնակարանից դուրս հանել։ Հա, դուք իրավունք չունեք նույնիսկ գաք ոստիկանի հետ, ասեք այս մարդը մտել է իմ բնակարան, իմ օրինական տունը, եկեք դուրս հանեք, ես եմ այստեղ ապրում, ոչ։ Օրենքը ասում է այնպես, որ եթե դու բացակայել ես քո տանից, այսինքն դու մեկ ուրիշ տեղ ես մնացել, իսկ ես խեղճ ու կրակ մարդը, որը որ չունի թուղթ, չունի տուն, չունի հնարավորություն ապրելու ունենալու կրիչ գլխի վերևը, ինքը իրավունք ունի կոտրի քո դուռը եւ ապրի քո տան մեջ, այնքան ինչքան որ իր սիրտը կկամենա, հետագայում արդեն ինքը եթե սկսի ջրի վարձ, լույսի վարձ, գազի վարձ, մի խոսքով ամեն ինչ իր անունով ֆակտուրները մուծել, կարա հանգիստ այդ տունը իրանով անել տարիների ընթացքում եւ դուք բացեք դատական գործ, վճարեք բավականին մեծ գումարներ այդ դատական գործի համար ձեր փաստաբաններին, իտոգում դա էլ հարցա ձեր այդ ներվերի հաշվին դուք որ ասում ողջ ու առողջ կմնաք, որ ձեր տունը վայելեք, թե ոչ։ Դրա համար շատ վաղ մի քիչ վախ է լինում մեր մեջ, որտեվ Արմենը չի ուզում կվարտիրա, ուզում է սեփական տուն անպայման, ես դեմ չեմ կվարտիրայի, որ ճիշտն ասեմ, ինքը ասում է, չէ, եթե արմենք պետքա սեփական տուն գնենք ու այդ վախն է մեր մեջ, որ բա որ հանգարց մենք գնում ենք արձակուրդ, մենք գնում ենք Հայաստան, տանը ոչ ոք չլինի ու հանգարց ինչ որ մեկը գա մտնի ապրի օրինակի համար այդքան էլի մեծ թանկարժեք տունը, որտեղ տներ որ նայում ենք 200,000 են, 250,000 եվրո են, ամենայն որ ասում է էժանները, հա, այդքան գումար միանգամից ինքնստինքյան ձեռքումդ չկա եւ դա լինելու է նորից կրեդիտով, որ դուք ամսական ձեր տան բարձը փակեք, դուք պատկերացեք հանգարց Աստված ջանի կան ձեր տանը ուրիշներ ապրեն, բայց դուք ստիպված եք այդ գումարը մեկը փակել, կապ չունի, ձեր տան մեջ ապրում են թե ոչ։ Այնպես որ առայժմ մենք ապրում ենք այս բնակարանում, արդեն 8 տարի է, մեր ուզած ռեմոնտն ենք արել, մեր ուզած ամեն ինչը մեր սրտով է արված, պատ ենք քանդել, պատ ենք հավաքել, պոլ ենք փոխել, ընդհանրապես ամբողջ կահույքը եւ պատի աբոյներ, ամեն ինչով մերն է, մեր արածն է, այստեղ ոչինչ ուրիշինը չկա, հա։ Բացի որ պետական բնակարան է, այսպես ասեմ, ասենք դուք այդ պահին չեք զգում, որ դա ձեր բնակարանը չի, որովհետև չունեք ձեր գլխին տեր, որը կարող է նորից եմ կրկնում գա դուռը թակի, հա, քանի դուք վճարում եք կորեկտ ձեր տան վարձը, ձեզ ոչ ոք երբեք չի անհանգստացնի, այսպես, ու այսպես ապրում են շատ ֆրանսիացիներ իրականում, հա, մի բան էլ, ժողովուրդ, որովհետև երբ որ Հայաստանում շատ հեշտ է ձեր ունեցվածքը տալ ձեր երեխաներին, կտակել կամ չգիտեմ նվիրել, այստեղ ամեն ինչ բարդ է եւ ել ավելի բարդանալու է 26 թվականից,
նույնիսկ նվիրատվությունը դառնալու է մի մեծ պատմություն, եթե կուզենաք մանրամասն մի փոքր այդ թեմայով հետո կխոսենք, հիմա երևի թե արդեն անցնենք լազանիային պատրաստելուն։ Նանիկի սարքած բրոունի, համո բրոունի ասարք է, որ հետը պետք է տանի ինստիտուտ, ինչ-որ հավաք ու ժողով ունեն, այս էլ երկրորդը, խոստացել է մեզ մի քիչ դա փորձենք։ Ստեղ կարմիր բիբարը աղացի, հեսա աղ կավելացնեմ ու կդնեմ խոլոտ, սենց հետո ճաշի մեջ գթալով վերցնում լցնում, շատ համով է լինում ու լազանիայի միսը աղացի, վերջապես տան աղացած մսից լավը չկա, ես հեսա լազանիայի համար, ես էլ պատրաստել եմ, որ ուղարկեմ խոլոտ, հեսա խոզն ու տավարը կխառնեմ իրար, միշտ տենց եմ անում ու կուղարկեմ խոլոտ։ Մի քիչ ձեթ եմ անում, զեթունի, կարակ սովորական ձեթ անեք ու արդեն մարմանդ կրակի վրա դնում եմ 4-ի վրա ու սկսում եմ խաշել, ջուր բան չեմ ավելացնում ժողովուրդ։ Ընթացքում արդեն որ պատրաստ կլինի համեմունքները կխառնենք ու հետո լազանյան պատրաստենք։ Սև կտրտած վիճակում պոպոկել է գցել մեջը, իհարկե կտրտելա սիրուն շայելա, որ հետը տանի, իսկ կողքերները տվելա մամային, պապային ու մնացածին։ Всё, բրոունի ձևը տենց է ժողովուրդ, եթե կուզեք կարանք սարքենք, շատ համով բաղադրատոմս ունի Նանիկը։ Ամեն օր։ Բոնյա շապատուներես։ Ջրիկ ես։ Խոսա։ Ախելում ես խոսաս։ Մինա թող։ Մի ֆիլմ է։ Շատ աղջլեցես մի անգամ հետո նույնց մորանաս նույնց լեցես։ Ասացական տենց բան իրարի։ Après, fermer la porte, pas peur, on parle super fort. Oui, c'est vrai. Կամած խոսա, պապան քնած։ Fermer la porte. Տելևիզորը որ խոսում է, պապան լսում է։ Maman qui parle fort, moi je parle pas. Okay, լավ։ Հիմա ժողովուրդ, ուրեմն նորմալով աղացած 1 կիլո բիբարին 1 կիլո էլ աղա գնում։ Բայց ես այդքան չեմ անում, դրա համար խոլոդում եմ բան, որտեղ 1 կիլո աղը իմ կարծիքով մի քիչ շատ է ու այդ դեպքում քիչ եք բիբար լցնում, ասենք օրինակ ճաշի մեջ կամ չգիտեմ ինչ-որ սոուսների մեջ, դա համար աղը քիչ եմ անում, դնում եմ խոլոտ, չի փչանում ու բիբարը շատ չեմ անում։ Սենց աշկաչափով եմ միշտ լցնում, մոտավորապես մի ինչքան ասեմ, 300 գրամ աղ եմ լցնում, երևի թե ու լավ խառնում եմ, հետո ուղարկում եմ սառնարան, սարցարան, ոչ թե սառնարան, խոլոտ։ Ահա, всё։ Նանիկը շոկ է ապրում, կողքից աղը տենում է։ Ներող եղեք, որ այդպես եմ նկարում, որովհետև թե չէ Նանիկը կփախնի կուխնյայից, նստած խոսում ենք իրար հետ։ Ձե Սամոն բուրգեր ա ուտում, Սամոն Նանիկի հուրալա բրոունի տուր կորցրիր։ Լավ, էս ինչ է։ Էս ինչ է։ Հա, կորիզա։ Սենց խառնում եմ, ես արդեն տեսեք ջուրն է դուրս տվեց։ Կլցնեմ ամանի մեջ ու կուղարկեմ սարցարան, քանի որ աղ կա մեջը, ինքը սարցարանում սենց քարի կտոր չի դառնում ու հեշտությամբ սենց գթալով վերցնում ենք։ Հենց արդեն սառուց լինի, այսինքն լավ սառած ցույց կտամ։ Ժողովուրդ, միս նայեք, համարյա պատրաստ է, այս կարմիրները բիբարն է, որ աղացել էի, սկզբից մեքենայով բիբարն է աղացել, հետո մսերը, մի քիչ ոնց որ այդ բիբարից տեղ անցել, բայց խնդիր չկա, եթե երեխեքը պրոբլեմ չունեն ուտելու հետ, կարող դուք էլ տենց անեք, համ էլ համ կավելացնես, տես սոխա ու սխտորա, սխտորը շատ քիչ քանակի եմ անում, որտեղ Նանիկը սխտորի հետ այդքան սեր չունի, Ես խառնում ենք, արագ արդեն բարձր կրակի վրա է, ութի վրա է, համարյա մաքսիմումի վրա է, նայեք։ Միսը գրեթե պատրաստ է։ Ստեղ համեմունքները արդեն ձեր ճաշակի եք ավելացնում, ես սև բիբար, մի քիչ կարմիր բիբար հեսա կավելացնեմ։ Հոտը արդեն եկա։ Աղացած սև բիբար,
աղ ենք անում իհարկե, մի քիչ կարմիր պղպեղ, կծու չեմ անում, սովորական կարմիր պղպեղ է, մի քիչ կարմիր պղպեղ, իհարկե աղ, էլի շատ չենք անում, ըստ համի, ըստ ճաշակի, քիմքի, հա, ըստ ձեր քիմքի տենց ասեմ, հենց պատրաստի մի սոուսով, արդեն մի հատ համը կփորձեմ, եթե պետք լինի, էլի աղ կավելացնեմ, այստեղ գրանփեից կծու աջիկայի նման սոուս էինք առել, սա կլցնեմ, նանիկ առաջարկեց, ես մամամը համով կողի լցրու հետը, այնպես որ սա եմ լցնում, դուք կարող եք ուղղակի տոմատի մածուկը ջրով բացել լցնել, եթե կուզեք, ցանկանաք, կամ էլ էլի այս սոուսից, որ գնել եմ նույնպես գրանփեից, ինքը արդեն բանով է, ռեհանով է, բազիլիկով է, շատ պետք չի, բայց նենց բավականին պետք է լցնել, ըստ ձեր մսի քանակի, հա, այդպես ասեմ, որ շատ ջրիկ չլինի ֆարշը, պատրաստի, համ էլ շատ չոր չլինի։ Հիմա արդեն կրակը թուլացնեմ, էլ պետք չի շատ ուժեղ։ Ու նայենք, եթե պետք եղավ, անհրաժեշտ եղավ մի քիչ տոմատի սոուս կավելացնենք։ Կանաչի բան չենք ավելացնում, մեջը ես ընդհանրապես պրովանսկի տրավը որ կա, հետի եմ ավելացնում, բայց պարզվեց, որ նորից չունենք, այն օրն էի գնել, երեխեքը նանիկը շատ է սիրում ամեն ինչը համեմունքներով սարքել, այնպես որ էլ չունենք, բայց ոչինչ։ Իդեպ թավան շատ լավն է, որ վերցել եմ կյախողի ժողովուրդ խորհուրդ եմ տալի, եթե այստեղ եք ապրում ու վիգետները հավաքում եք, գնացեք արեք, չեք փոշմանի, շատ լավ թավա է։ Այսպես։ Այլա մի փոքր էլ ավելացնել, որտեղ մի քիչ ոնց որ էլի սոուս ուզում, մեկ ես այս պանզանի սոուսից ունեմ, սրանից մի քիչ կավելացնեմ, էլի շատ համով է։ Մեկը գիտեք ինչ եմ ընդհանրապես ավելացնում, այն կուբիկները մագի որ կա, դրանցից էլ եմ ավելացնում ընդհանրապես, բայց չգիտեմ ուր են երեխեքը դրել, չեմ գտնում, կամ ես եմ դրել, երկուսից մեկը։ Սոուսից ավելացնեմ, վերջ։ Ու արդեն կանցնենք լազանյային։ Թե ինչ ժողովուրդ, հերթը հասա վերջապես լազանյան պատրաստենք, ֆարշը ցույց տվեցի ոնց ենք պատրաստում, ներող եղեք, որ սենց կիսատ պրատ ցույց տվեցի, քանի որ նանիկն ու սամոնսեց հավաքվել էին կողքերս ու չէի ուզում այդ պահը, որ ասում բաց թողեի, քանի որ երեխեքը կողքս էին, դրա համար գերադասեցի այդ ձևով նկարեմ, որ նանիկը չթողնի գնա, ֆարշը միասին պատրաստեցինք հեսա այստեղա, սա միասին գրանփեից են գնել, ժողովուրդ այս պլաստերը նայեք ինչ ձևի է գրանփեինը լազանյայի համար, ինքը շատ լավն է, չգիտեմ ինչ ձև է պատրաստած, իտալականն է հենց, ամբողջական ալուրից է ոնց հասկացա պատրաստած ձևով, շատ որակով է մի խոսքով, եթե գնեք սրանից ավելի հեշտ է, որտեղ նախապես պետք չի, հա, իրանց խաշել, մտցնել տաք ջրի մեջ, այսինքն ինքը արդեն պատրաստի սենց լիստերը կա, երկու տուփ եմ արել, առաջի տուփը բացել եմ, մեջը իրականում, հեսա ասեմ քանի հատ է, 2, 4, 6, իրոք է 2, 4, 6, 7 հատ է մեջը, ոնց հասկացա, օգտագործել է 2 հատ նանիկը, դրա համար եմ մոտավորապես ուզում հաշվեմ, 2 հատ դրից վերցրել է մի խոսքով։ Հեսա մի ստուփն է երևի կբացենք, որովհետև փշուրները թափով մեջը, մի բան եմ չէ դնել մեջը, բայց սովորություն է, որովհետև միգուցե քչություն անի, դրա համար տեսնենք, չնայած չեմ կարծում որ քչություն կանի, 2 շերտ եմ ընդամենը անելու, դե ինչ սկսեցինք, ես սկզբից սոուս բեշամելն եմ
ես սպիտակ սոուս եմ, որ ճիշտն ասեմ ասում, իմ տղեն միշտ ասում եմ, մամա, սպիտակ սոուս չի, սոուս բեշամել եմ, սենց անեմ, որ ձեզ երևա, այսպես խառնում եմ, ամեն ֆիրմա իրա ձևն ունի սոուս բեշամելը, եսի որ նայեք, ոնց որ զավարնոյ կրեմ լինի, ես անգամ առաջի անգամ եմ ես սրանով պատրաստում, բայց վատը չի ինձ թվում, երկու տուփ եմ արել, բայց մի տուփը բավական է, այսպես սկզբից տակն եմ գցում, իրականում շատերը այսպես չեն անում, շատերը սկզբից լիստերն են դնում, մի քիչ ձեթ են անում, հա, զեյթունի, հետո նոր այս ամեն ինչն են անում, ես միշտ այսպես եմ արել, չգիտեմ ինչի, ճիշտ է թե սխալ, արդեն դուք իմանաք, ձեր ձևով արեք, ձեր համար եք անում, հա, այսպես ասեմ, սենց տարածում եմ բարակ շերտով տարայի հատակին, այսպես ասեմ, պարզ երևում է ինձ թվում է ձեզ և իհարկե դնում ենք արդեն լիստերը, ես երկու հատ կդնեմ, այսպես երկարությամբ, որ ամբողջական փակվի, որովհետև իմ երեխաները չեն սիրում, որ միսը շատ է լինում, խմորը քիչ, այնպես որ այսպես նայեք, այսպես լավ փակեցի, հիմա դե միսը միասին պատրաստեցինք, տեսել եք, շատ անուշ խորում է ճիշտն ասած ու տաք է դեռ, այսպես լցնում ենք, կկիսեմ երկու մասի, երևի թե, այսպես, սամոյի համար առանձին եմ միշտ սարքում, որովհետև սամոն չի սիրում էմոնտալ պանիրը և պարմեզան պանիրը չի սիրում, իրանը մոցարելայով եմ սարքում միշտ, այնպես որ սրանից չի ուտելու ինքը, էսի կուտեն աղջիկները, Արմեններ այդքան մոցարելա լազանյայի սիրահար չի, աղջիկներ ասելով, մենք երեքով էլի կուտենք, մի փոքրիկ ես, մնացածը երկու աղջիկները, կսեցինք, հիմա լսում ենք նորից այսենց վրեն, սոուս բեշամել, իստմա շատերդ եք պատրաստել լազանյա, դժվար իրանից բան չի ներկայացնում, բայց ամեն դեպքում, քանի որ միասին գնեցինք բաղադրիչները, ապա ասեցի ինչու ոչ, եկեք ձեզ էլ ցույց տամ, սա կթողեմ արդեն վերջում, վերևից կգցենք, էլի, այսպես տարածում ենք, և անում ենք մոցարելա, մի փոքրիկ մեջտեղում, որպեսզի ոնց որ հալչի և կպչի այս ամեն ինչը իրար, իրականում շատ հեշտ է պատրաստվում, երբ որ այս լիստերը արդեն պատրաստի են ժողովուրդ, արեք, եթե ստեղ եք ապրում, գնացեք Գրանցխե և արեք այլ լիստերը, լսեք ինձ, չեք փոշմանի, ես տարբեր եմ փորձել, պանզանիններ ալավը, պանզանինը ուղղակի պետք է եփեք, բայց ես գերադասում եմ սա, երբ որ լազանյա եմ ուտում սարքեմ, գնում եմ Գրանցխե և գնում եմ սա, ավելի շուտ գնում եմ Գրանցխե, տեսնում եմ և որոշում եմ լազանյա սարքեմ, տենց ավելի ճիշտ կլինի, քանց թե ուզում եմ, գնում եմ, առնում եմ, չէ, որտև մեր Գրանցխեն մեր կողքը չի, ես էլ այդքան հավես չունեմ, մի բան սարքելու համար վազեմ Գրանցխե, երբ որ գնում ենք, ընդհանրապես երևի թե ամիսը երկու անգամ են գնում Գրանցխե, որովհետև շատ եմ մի անգամից առնում ու կարիքը չի լինում, ոնց որ հաճախակի գնալու, հա, դենդեղից միրգ ու բանջարեղենն եմ հիմնականում առնում, այսպես, սա գցում ենք այսենց վրեն, արդեն առանց որևիցե սոուսի, այսենց, տափակ եմ ես անում լազանյան, շատ բարձր չեմ անում իրականում, իմաց չեմ տեսնում սենց բարձր անել, վերջ, սա պատրաստ է, էսի թողում եմ սամոյի համար, սա կլինի Սամվելիքի լազանյայի բաղադրիչները, սրանից էլի ունեմ, ոնց որ սամոյին էլի կսարքենք, այսպես սա ամբողջականը լցնեմ այստեղ, Ալենան նոր է դասից եկել ու սոված է, ասում եմ մամա մինչև ես մտնեմ դուշ անեմ, պատրաստ կլինի լազանյան, ասեցի այո, դրա պատրաստ լինել ինչ է, խմոր էրբաց, միսը էրբաց,
Պանիրն է հալվում, մի մոմենտ 20 րոպե թողում ենք դուխովկայի մեջ ու պատրաստ է, էլի, դժվար բան չկա։ Իրականում կարող եք նույնիսկ այսպես պատրաստել ու դնել սարցարան, հետո հանել բրեն պանիրը ցանել, դնել դուխովկա ու այսինքն սկզբից հանել թող հետ գա, հետո պանիր բանը ցանել բրեն ու իհարկե բայրել, վերջ, ստեղ մի հատ խմոր մնաց, ես էլ սամոյին օգտագործենք կետ, հա։ Հիմա ավելացնում ենք նորից մոտ սարայողա, եղել է պահ, որ սարքել եմ սամոյի համար, սենց կիսել եմ, կես մասը չեմ արել պանիրները, բայց այս անգամ առանձին կանեմ։ Շատ պանիր չեմ ուզում անեմ, որտեղ նանիկը շատ պանիր չի սիրում, մեծ աղջիկս։ Ալոնանը չնայած շատ պանիր է սիրում։ Որ ասում է դե արի ու միջղայնացի։ Ոնց անես, որ սարին լավ լինի, չէ։ Ուպս։ Ահա, չէ։ Մի տուփ պանիր գնաց, տեսակ։ Մի տուփ պանիր ասելով ինչքան գրամ էր, 250 գրամ։ Ժողովուրդ։ Ես գցեցի բռնեցի ու հասկացա, որ մերենգայի ռուլետը միգուցե վաղը պատրաստեմ, առանձին մենակ մերենգայի ռուլետի վիդեո անեմ, հա, երևի ավելի ճիշտ կլինի, որովհետև արդեն իսկ զգում եմ, որ երկար վիդեո է ստացվել, համար չարժի։ Այսպես։ Ահա, ասի էմոնտալ պանիրն է, այնի մոցարելա պանիրներ, վերջ։ Եվ իհարկե պարմիջան օրիջանում։ Դա պարտադիր է։ Ուպս, շատ եղա ոնց որ թե։ Դո մնալու է գիտեք, չէ, ոչ մեկ չուտելու թափելու է կետը, չնես չէ, նանիկը կարող է պլավի իրա վրա չի, իրա պլավի վրա դսի։ Վերջ, հիմա պատրաստ է, ինչ եմ ես անում։ Ֆոլգայով փաթաթում եմ, ծածկում եմ ավելի շուտ ու դնում եմ ջեռոցը 250 աստիճան, վերև ներքև եմ միացրած, վենտիլատորով կամ առանց վենտիլատոր կապ չունի, թխված չենք թխում, նենց որ ձևականությունների հետևից չենք ընկնում, երևի թե մի 15 րոպե հենց սկսում է արդեն ինքը սենց բլբլթալ եփել, բացում ենք ու թողում ենք պանիրներ վրայից կարմրի n աստիճան, ինչքան որ դուք եք ցանկանում, թողում եք մի փոքրիկ սարի, եթե տաք վիճակում եք կտրում, ինքը տեսքը չի պահում, եթե համբեր եք թողեք մի քիչ սարի նոր կտրեք, ավելի լավ։ Հիմա ես վստահ եմ, որ իմ աղջիկը չի թողելու որ սարի, Ալոնան, այնպես որ կասկածում եմ, որ դուք գեղեցիկ տեսք եք տենալու, բայց որ սարում է, շատ սիրուն կտրվում է, ինքը շերտերը գեղեցիկ երևում է։ Ուղարկում եմ ջեռոց, դա ձեր համար վարկյան կտելի պատրաստ լինելը, մեր համար մի 20 րոպե։ Ահա, ժողովուրդ, մեր լազանյան պատրաստ է, այսինքն գեղեցիկ է ստացվել, հիմա մի փոքրիկ սարի նայեք հլը եռում է։ Կտրեմ իհարկե բկլիկ Ալոնան սոված ուտի ու հետո մի քիչ էլ սարի արդեն ձեզ ցույց կտամ կտրած վիճակում։ Ահա, ժողովուրդ, իմ լազանյան պատրաստ է, Ալոնան չհամբերեց, տակ-տակ կտրեցինք, իհարկե, դե ես էլ ինքնըստինքյան ասեցի լավ, որ կտրում եմ, ձեզ էլ ցույց տամ, քանի որ ասեցի տակ ժամանակ ինքը ֆորման չի պահում, դա այո այդպես է, բայց դե մի անգամից ցույց տամ ձեզ։ Մի խոսքով այս ձևով է ստացվել, իսես տափակ լազանյա է ստացվել, քանի որ շերտերը շատ չեմ արել, ընդամենը 2 շերտ է, եթե ուզում եք բարձր լինի, իհարկե շերտերը արդեն ինքնըստինքյան պետք է ավելացնել, այս չափը նորմալ է, ընդհանրապես երբ որ ռեստորանում են պատվիրում այստեղ, իրանք արդեն ոնց որ պատրաստի ափսեներ կան հատուկ, որոնք դուխովկա կարող եք ուղարկել եւ իրենք սենց պորցիաներով հատուկ դնում են, որպեսզի իր ֆորման արդեն տենց բերեն ձեզ մատուցեն, ոչ թե կտրատեն։ Բայց քանի որ ես մեծ էի արել, ինքնըստինքյան կտրատում եմ։ Համը Ալոնան կերավ հավանեց, ասեց շատ համով է։ Հիմա ես ուտեմ, դες անկեղծ ասեմ ոնց է ստացվել։
Մամա ամենակարևորը, որ իմ ուզածով եղավ ու ես տնական աղացած մսով արեցի, ոչ թե աղացած մսերով։ Շատ համով է։ Խմորը հալվում գնում է բերանիք մեջ, շատ լավ խմոր է դեպեցի։ Այդ արանքում էլ մինչև լազանյան հանեցի կտրտեցի սկոմենկոմ, կաշտանը դրեցի դուխովկա, ծակծկեցի ինչպես որ խորհուրդ էիք տվել, երևի մեջից մի 3-4-ը տրակեց, մի հատը նույնիսկ ձեռքիս մեջ տրակեց, հանում էի ժարով մի մեջից, հենց վերսեցի ձեռքս, տրակեց, հենց սաղ ծպնեց է շուշայի վրա, սամուն վախեցա, մոմ ասում էդ ինչ էր, մի խոսքով, մերսի խորհրդի համար, ահագին լավ մնացել եմ, տրակացները կերա արագ, դե ինչ շնորհակալություն, որ գիտեցիք, հուսով եմ, ինչպես միշտ վլոգը ձեզ հետաքրքիր էր, չձանձրացաք, կհանդիպենք հաջորդ վլոգում, այդ հիմա արդեն շնորհակալություն, որ գիտեցիք, ուղարկում եմ ինչպես միշտ, բաչիկ։